Այստեղ է Արմեն Հարությունյան։ Այո, խնդրեմ։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես Ադրբեջանում Ալիևը դատապարտում է հայերին իրենց հայրենիքի պաշտպանության համար, այնպես էլ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը օգտագործելով բոլոր լծակները նույն գործելավորչն է ցուցաբերում։ Մինչ Բաքվում հայերը դատվում են, Հայաստանում մարդիկ տարիներ շարունակ սպասում են, որ պետությունը կանգնի ռազմագիրիների կողքին, սակայն իշխանությունների անուշադրությունն ակնհայտ է եւ թվում է, թե նրանք չեն դիմադրում Բաքվի որոշումներին։ Վերջին տարիներին կտրուկ աճել են դեպքերը, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հասարակական ակտիվիստներ, մեդիա ներկայացուցիչներ եւ հոգեվորականներ դառնում են քաղաքական հետապնդումների թիրախ։ Իշխանությունը պնդում է, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, բայց իրականությունը բոլորիս աչքի առջև է։ Երբ մարդիկ կալանամորվում են ոչ իրենց հանցանքի, այլ համոզմունքների համար, իսկ քննիչն ու դատավորը դառնում են իշխանական համակարգի կատարողներ, դա այլևս օրինականություն չէ, դա քաղաքական հաշվեհարդար է։ Դավիթ Համբարձումյանի կալանքը հենց այն օրերի ընթացքում, երբ իմպիչմենտի գործընթացը վերսկսել էր եւ ամբողջ ընդդիմությունը մի բռունցք դարձած լծվել էր այդ գործին, հստակ ցույց տվեց, որ դա բացահայտ քաղաքական ճնշում է, նրա կալանավորումը։ Այն դեպքում, երբ որ Դավիթ Համբարձումյանը ուներ բոլոր տարբերակները Հայաստան չվերադառնալու, քանի որ նա գտնվում էր գործուղման մեջ, նա իրեն պահեց որպես իսկական այր, իսկական տղամարդ եւ պայքարող տեսակ եւ վերադարձավ եւ իր պայքարը շարունակում է այստեղ։ Սամվել Կարապետյանը կալանավորվեց ուղղակի նրա համար, որովհետեւ կանգնեց եկեղեցու կողքին։ Իսկ սրբազան հայրերի գործերը փաստում են, որ այսօր հալածվում է ոչ միայն ընդդիմախոսը, այլ մեր ինքնությունը, հավատը, կամքը եւ ոգին։ Մենք տեսնում ենք նաեւ լրատվամիջոցների եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ ճնշումները։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին տված մեկ հարցազրույցը բավական էր, որ ՔՊ-ում միանգամից արտակարգ ռեժիմ հայտարարվեր։ Դրան հաջորդած վայնասունը այնքան ուժգին էր, որ ի վերջո ուժայինները կարծես թե շատ համոզիչ գործողություն կատարելով ձերբակալեց եւ կալանավորեց Վազգենին եւ Նարեկին բացառապես անհիմն եւ ծիծաղելի հոդվածով։ Եվ հետո փորձում են մեզ համոզել, թե Հայաստանում իրավապահ համակարգը անկախ է գործում։ Եթե սա անկախն է, ձեր պատկերացմամբ ոչ անկախը ո՞րն է լինելու։ Նրանք, ովքեր փակված են բանտերում կամ գերության մեջ են, չեն լռել, չեն վախեցել, չեն փոխվել։ Յուրաքանչյուր անարդար կալանք եւ շինծու մեղադրանք ավելի է ուժեղացնում մեր պահանջը արդարության, օրինականության եւ ազատության։ Մենք պարտավոր ենք կանգնել մեր քաղբանտարկյալների եւ ռազմագիրիների կողքին, որովհետեւ նրանք ունեն այն, ինչ իշխանությունն այսօր չունի՝ վստահություն ժողովրդի մեջ։ Իսկ դա ամենամեծ ուժն է, որը միշտ հաղթելու է ճնշումը եւ ոչ իրավական համակարգը։ Շնորհակալություն։